Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը առողջ կինն է։ Բարև հարգելի հեռուստադիտող, այսօր ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջազգային օրն է, նաև ՄԱԿ-ի միջազգային օրը։ Օրը ստեղծվել է 1988 թվականին, որպեսզի մարդկանց շրջանում բարձրացվի իրազեկվածությունը։ Նշեմ, որ Հայաստանում ՄԻԱՎ-ով մահացության առաջին դեպքը գրանցվել է 1989 թվականին։ Դե իհարկե, սկսած 1988 թվականից այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, բոլորի ուշադրության կենտրոնում եւ պետական շատ կազմակերպություններ, բարեգործական ընկերություններ, ինչպես նաեւ բժշկական հաստատություններ, պետությունը նույնպես այս առումով անմասն չեն իրազեկվածության ակտիվ քարոզմանը եւ տարածմանը։ Հիմա ես գտնվում եմ Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում։ Մարդու իմունային անբավարարության վիրուսը հայտնաբերվել է 1983 թվականին իրարից անկախ երկու լաբորատորիաներում՝ Ֆրանսիայի Պաստերի ինստիտուտում եւ Միացյալ Նահանգների քաղցկեղի ազգային ինստիտուտում։ Եվ ահա այս հիվանդության խորհրդանիշը դարձել է կարմիր ժապավենը։ Այն խորհրդանշում է կյանքը եւ արյունը։ Միաժամանակ այն կարեկցանք է ցույց տալիս այս հիվանդությամբ վարակվածներին։ ՄԻԱՎ-ը փոխանցվում է վարակված դոնորական արյան փոխներարկման ժամանակ կամ վարակված հյուսվածքի փոխպատվաստման ժամանակ արյան միջոցով, ներարկիչների միջոցով, վիրահատական վարակված սարքավորումներ կամ սուր գործիքներ օգտագործելիս եւ ամենագլխավորը այն փոխանցվում է գլխավորապես սեռական ճանապարհով։ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում հազի փռշտոցի միջոցով, սննդամթերքի միջոցով, ընդհանուր սպասքից եւ կենցաղային առարկաներից օգտվելիս, ինչպես նաեւ ընդհանուր սանհանգույցից օգտվելիս, լոգարանից օգտվելիս նույնպես այն չի փոխանցվում։ Ես այս թեմայի շուրջ զրուցելու եմ եկել ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի բժիշկ վարակաբան Հայկ Հարությունյանի հետ։ Բարև բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ Մեդինֆորմի հյուրն եք։ Ես էլ եմ շնորհակալ, շատ արդիական թեմա է եւ այս թեմայի վերաբերյալ կարելի է բավական երկար խոսել եւ կանխարգելման առումով եւ տեղեկացվածության առումով պետք է անդրադառնալ։ Այո, ձեր շնորհիվ պետք է մենք իսկապես հանրությանը մշտապես տեղյակ պահենք եւ զգուշությունը, զգոնությունը բարձրացնենք։ Նախ եւ առաջ զրույցը սկսենք, թե ինչ պատկեր է հիմա Հայաստանում ՄԻԱՎ-ով վարակվածության առումով։ Ընդհանուր առմամբ 88 թվականից ի վեր Հայաստանում սկսել է ախտորոշվել եւ ընթացքում նաեւ բուժման որոշակի դեղորայքներ են ներդրվել, ունենք բավականին մեծ ձեռքբերում բուժման առումով, կանդրադառնանք մի փոքր ավելի ուշ, բայց այս պայծրությամբ 88 թվականից մինչեւ 25 թվականի սեպտեմբեր ամիսը Հայաստանում մոտավորապես հայտնաբերվել է 7000-ից 7000 դեպք միավ վարակակիր, որից 2000-ի մոտ նաև ձիափուլում, որը իրենց ներկայացնում է միավի արդեն վերջնական 4 կլինիկական փուլը, ավելի ծանր եւ կլինիկական դրսևորումներով փուլն է։ Մոտավորապես այդքանից երևի այս պայդրության մոտավորապես 5000 անց ունեն վարակակիր են կամ որոշակի փուլերով հիվանդության տառապում են որոշակի փուլերով, որոնցից մոտավորապես երևի մի փոքր քիչ բուժում են ստանում, 4500-ի մոտ բուժում ստացող։ Այո, իհարկե շատ հակիրճ, բայց ցանկանում եմ նաև անդրադառնանք միավի եւ ձիահի տարբերությանը։ Նախ մի քանի բառով ասեմ ինչ է իրենց ներկայացնում միավը եւ իր ամենամեծ վտանգը կարող է նրանում, որ այո, միավը վիրուսային հիվանդություն է, որը սենց ճակերտավոր ասած ինքը իրենով շատ քիչ դրսևորումներ է ունենում, ազդում է մարդու իմուն համակարգի վրա, դե բնականաբար իմուն բջիջներ կրում են բոլոր օրգանիզմներում, իր հիմնական թիրախը հանդիսանում են իմուն բջիջները, ճիշտ է, նաև որոշակի նյարդային համակարգում կան բջիջներ, որոնք կարող են ընկալել եւ թիրախ հանդիսանալ միավի վիրուսի համար եւ բայց հիմնական թիրախը հանդիսանում է իմուն բջիջները, այսինքն
ոչնչացնելով, վնասելով իմունիտետը մարդու երկար տարիներ կարող է քողարկված ընթանալ առանց որևէ կլինիկական դրսևորումների։ Եվ միավի մասին կլինիկական դրսևորում որպես այդպեսին ունենում ենք արդեն, երբ ունենք վնասված, գրեթե ոչնչացված իմուն համակարգ, իմուն բջիջներ եւ երկրորդային արդեն ակտիվացած որոշակի հաճախ հանդիպող նաեւ սնկային հիվանդություններ, բակտերիալ վարակներ, այդ թվում նաեւ տուբերկուլյոզը, որը բավականին տարածված է առուցիչը, ունենում ենք արդեն այնպիսի դրսևորումներ, որոնք հանդիսանում են վերջնական փուլը հիվանդության եւ իմունիտետը քայքայված է եւ հենց այդ փուլը կոչվում է ձիա ձեռքբերովի իմուն անվարության համախտանիշ, որը համարվում է հիվանդության այլ վերջնական 4-րդ կլինիկական փուլը։ Ցավոք սրտի այդ փուլում շատ ավելի հաճախ են դիմում կլինիկական նախորոք առանց կլինիկական ախտանիշների փուլերում։ Նշեցիք վերջնական փուլն է։ Այդ վերջնական փուլ ասվածից հետո որքան է ապրելիությունը վարակագրի։ Նո վերջնական մի քիչ հարաբերական առումով եմ ասում, որտեվ այդ փուլում եւս հնարավորություններ կան բավականին ազդելու եւ վիրուսի վրա եւ վերականգնելու իմունիտետը, ուղղակի մի քիչ ավելի դժվար տքնաջան աշխատանքի արդյունքում մի քանի թվերով sense պատկերացում կազմելու համար վիրուսը տարեկան, եթե մարդու CD ռեցեպտորներ կրող բջիջները, իմուն բջիջները նորմալ պետք է լինեն 500-550-ից ավել մինչև 1200, վիրուսը տարեկան կարող է վնասել եւ նվազեցնել այդ թիվը 100-ով, 50-ից 100-ով, այսինքն մի քանի տարվա ընթացքում իմուն բջիջները կարող են հավասարվել գրեթե 0-ի։ Եվ վերականգնումը նույնպես տեղի է ունենում նույն արագությամբ տարեկան 50-ից 100 բջիջ կարող է վերականգնվել եւ բնականաբար արդեն եթե իմունիտետը վնասված է ցածր է 200-ից մենք ունենք կրիտիկական փուլ արդեն ձիայի փուլ, մեզ տարիներ են պետք որպեսզի իմունիտետը վերականգնենք։ 88 թվականից ի վեր, երբ սկսվել է կատարվել վիճակագրական տվյալներ, հավաքագրվել, որպեսզի այդ հիվանդության մասին արդեն լիարժեք պատկերացում կազմվի տարածվածության առումով, նշվում է պարբերաբար, որ այս վարակակիրների 70%-ից ավելին տղամարդիկ են։ Այդպես է պատկերը նաև Հայաստանում։ Այո, Հայաստանում միանշանակ այդպես է հայտնաբերված դեպքերի 70%-ը ուղիղ տղամարդիկ են, ձիափուլում հայտնաբերված հիվանդների 75%-ն են տղամարդիկ, դա իհարկե պայմանավորված է կենսակերպով, այստեղ կարելի է իհարկե խոսել նաև փոխանցման ուղիների հիմա կանդրադառնալ փոխանցման ուղիներին եւ մարդու կենսակերպով պայմանավորված բնականաբար տղամարդիկ ավելի շատ ռիսկի խմբում են եւ ավելի շատ են վարակվում այս հիվանդությունով, քան կանայք։ Ես կցանկանայի մի փոքր որպես մասնագետ ներկայացնեիք ձեր կարծիքը, ինչ եք նկատել կամ հիվանդների հետ շփվելիս, պացիենտների հետ շփվելիս ինչ եք հասկացել հասարակության վերաբերմունքը Հայաստանում կոնկրետ ինչպիսին է միավ վարակակիր մարդկանց նկատմամբ։ Հայաստանում եւ իհարկե չենք տարբերվում նաեւ ամբողջ աշխարհից մոտեցումները բոլորս էլ պատկերացնում ենք, բոլորս էլ հասկանում ենք, որ կա որոշակի խարան նման հիվանդություն ունեցող անձանշրջանում, որը ավելի է դժվարացնում առանց այդ բարդ ծանր ընթացող վիրուսային հիվանդությունը, այսինքն որոշակի մերժողական մոտեցում կա եւ հիվանդության եւ տվյալ հիվանդների հանդեպ եւ որոշակի խտրականություն դրվում է ցավոք սրտի, բայց ինձ թվում է արդեն ժամանակն է եւ կանխարգելման առումով նաեւ եւ տարածվածության առումով եւ այս ամենի մասին խոսելը բերում է նրան, որ մարդը ինչքան տեղեկացված է լինում, խարանը իհարկե անընդունելի է, բայց դա որոշակի նաև բարեր է ստեղծում, որ մարդիկ խոսեն դրա մասին, նույնիսկ եթե իրենք վարակակիր չեն, իրենք կապ չունեն տվյալ հիվանդության հետ, բայց մեկը տեղեկացված լինելը պաշտպանելու է բոլորին, ոչ մեկը ապահովագրված չի, այսինքն եթե մարդ կյանքում երբևէ մի անգամ գոնե անպաշտպան սեռական հարաբերություն ունեցել կամ նույնիսկ առանց իր կամքի կարող է բժշկական միջամտությունների ենթարկված լինի, որը ավելի քիչ հավանական է փոխանցման առումով, բայց կա որոշակի հավանականություն արյան փոխներարկման ճանապարհով են վարակվում ներարկիչների բազմակի օգտագործման դաջվածքների ճանապարհով են իհարկե ի տարբերություն մյուս արյան միջոցով փոխանցվող վիրուսների, միավիրուսը շատ ավելի դժվար է փոխանցվում արյան միջոցով, ավելի հաճախ փոխանցվում է սեռական ճանապարհով, բայց ամեն դեպքում ոչ մեկը ապահովագրված չի, պետք է մոտեցումը փոխել, որ
ցանկացած մարդ կարող է իր կյանքի ընթացքում երբևէ մի անգամ գոնե վտանգված լինի եւ հավանականություն ունենա, որ կարող է վարակվի միակ։ Բժիշկ Հարությունյան, այ հղիությունը որքանով է հավանականություն փոխանցելու պտղին այս վարակը հղիության ժամանակ։ Բուժման մասին խոսելիս պետք է անդրադառնանք նաև, որ բուժման մեր հիմնական ուղղություններից մեկը ոչ միայն անհատի կյանքը երկարացնել եւ վիրուսը ճնշելն է, այլ նաև փոխանցման վրա բավականին լուրջ փոխանցման հավանականության վրա բավականին լուրջ ազդեցություն է ունենում այսօրվա կիրառվող հակավիրուսային դեղերը։ Եթե մենք ունենք այնպիսի հիվանդներ, ովքեր որ ստանում են հակավիրուսային բուժումը այսօրվա դեղորայքով եւ մի քանի ամսվա նույնիսկ մի քանի ամսվա ընթացքում առավել եւս տարիների ընթացքում երեխային մորից երեխային փոխանցվելու հավանականությունը գրեթե իջնում հավասարում է 0-ի, այսինքն վիրուսը ճնշվում է օրգանիզմում արյան մեջ չհայտնաբերվող մակարդակ նույնիսկ արտազատումը արտաքին միջավայր էլի հավասարում է գրեթե 0-ի եւ բնականաբար այս փուլերում իհարկե որոշակի կանխարգելիչ միջոցառումներ կատարելուց հետո երեխային մորից երեխային փոխանցումը գրեթե հավանականություն հավասարում է 0-ի։ Հրաշալի է, որ գոնե երեխան կարող է առողջությունվել այս դեպքում։ Վերջին տարիների ընթացքում 15 մոտավորապես 15 երեխայի դեպք եղել, որից երկուսը 25 թվականին, բայց դա իհարկե պայմանավորված է զուտ ծնողների անպատասխանատվությամբ իրենց հիվանդության, իրենց երեխայի առողջության հանդեպ ու իրենց անպտղության հետևանքով է բնականաբար։ Բժիշկ, այն մարդը կարող է երկար ժամանակ լինել վարակակիր եւ չզգալ, քանի որ միավը 7 տարի, 10 տարի կարող է դեռևս որևէ նշանով զգացնել չտալ իրեն։ Որքանով է սա։ Ցավոք սրտի, այո, ինչպես սկզբում նշեցինք, վիրուսի ամենաառաջին ու մեծ վտանգը այն է, որ ինքը ազդում է աստիճանաբար, քայքայում է օրգանիզմը ամենակարևոր օրգան համակարգ իմունիտետը, բայց դրա մասին տարիներով 7 տարի, 10 տարի մարդ կարող է չիմանալ։ Ինքը վարակվելուց հետո մարդը որոշակի կլինիկական դրսևորումներ հավանականություն կա որ կլինի, բայց դրանք այնքան ընդհանուր երևույթներ են, որ ոչ մեկը չի պատկերացնում, որ դա հենց միավ վիրուսի մասին է, դա կարող է դրսևորվել ջերմության բարձրացումով, դա կարող է դրսևորվել ցանով, դա կարող է դրսևորվել գրիպանման երևույթներով, լիմֆադենոպաթիա, վավշահանգույցների մեծացումով կամ անգինաներով, հաճախակի կրկնվող թոքաբորբով, այսինքն սուր միավ փուլը կարող է դրսևորվել ոնց որ մնացած բոլոր վիրուսային հիվանդությունները ու մարդիկ շատ քիչ պատկերացում կազմում են կամ հասկանան, որ դա կարող է միավ դրսևորում։ Ձեր նշած ախտանշանները բավական է ուշադիր լինելու համար։ Այո, միանշանակ է այս ախտանշանները առավել եւս, երբ որ սրանք ձգձգվող բնույթ են կրում, օրինակ նույն անգինաները կարող է ամսվա մեջ մի անգամ, երկու անգամ, մեկ ամսվա ընթացքում կամ երկարատև պահպանվող տենդը մինչև մեկ ամսվա կամ աշահանգույցների մեծացում, լիմֆադենոպաթիան պահպանվող 1 ամիս, 2 ամիս, ցանավորում անհայտ էթիոլոգիայի առանց պատճառագիտության ցանավորումն է, միանշանակ պետք է մեզ բոլորիս հուշով ազդակ լինի, այո, հնարավոր է, որ առավել եւս այստեղ հատկանշական է էպիդ անամնեզը, եթե ունենք մենք հնարավոր վարակման ուղին նշում ունենք, միանշանակ արդեն պետք է մտածել այո միավարակի մասին։ Որքանով է կարևոր պարբերաբար հետազոտվելը։ Իհարկե դա պայմանավորված է նաև կենսակերպից, մարդը ինչքանով է վտանգի ենթարկվում, փոխանցման ուղին իհարկե բոլորիս քաչ հայտնի է, բայց մեկ անգամ կարելի է կրկին նշել, որ հավանականություն բավականին մեծ է սեռական ճանապարհով, անպաշտպան սեռական ճանապարհով վարակվելու հավանականությունը եւ արունային ճանապարհով եւ մորից երեխային արդեն նշեցինք։ Սեռական ճանապարհով վարակվելու հավանականությունը բոլոր սեռական կոնտակտների ժամանակ հավանականություն կա, այո, ըստ տոկոսային հարաբերության տարբեր է, բայց հավանականություն անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ բավականին մեծ է։ Եվ կախված մարդու կենսակերպից իհարկե եթե անկանոն սեռական հարաբերությունները պարբերաբար ունենում միանշանակ պետք է եւ ստուգվել եւ կանխարգելիչ միջոցառումներ անել, ինչպես նաեւ ներարկիչների միջոցով բավականին մեծ թիվ ունենք վարակելիության, իհարկե համեմատաբար սեռական ճանապարհի շատ ավելի քիչ թիվ է կազմում, բայց ունենք նաեւ որոշակի դեպքեր ներարկիչների բազմակի օգտագործման միջոցով, այսինքն վարակված մարդը օգտագործելով ներարկիչ փոխանցելով մյուսին
բավականին մեծ է հավանականությունը տեսանելի արյան միջոցով, եթե ունենք տեսանելի արյան քանակ, այդ թվում նաև բժշկական միջամտություններից, բժշկական գործիքներից հավանականություն կա, այո, որ կարող են վարակվել։ Տվյալ պարագայում իհարկե հետազոտումները վաղ հայտնաբերում են միանշանակ փրկում է կյանքեր, վաղ հայտնաբերումը միանշանակ կանխարգելում է նաև հիվանդության եւ ստացած դեղորայքի եւ ժամկետների ամեն առումով իհարկե դրական է։ Ամեն առումով միանշանակ դրական է վաղ հայտնաբերել։ Չխոսել սրա մասին, քողարկել, չհավատալ, չմտածել, դա կարող է ճակատագրական լինել ոչ միայն անհատի համար, այլ նաև իր շրջապատի համար, իր հարազատների համար, եւ հանրության համար, եւ իհարկե վերջնական հաշվարկով հանրության բոլորի համար իհարկե։ Շատ լավ, բժիշկ, ինչ սխալ պատկերացումներ եք նկատել այս հիվանդության մասին տարածված, չգիտեմ, միֆեր կամ մարդկանց շրջանում տարածված։ Սխալ պատկերացումները ցավոք սրտի այդ վանողական մոտեցում միանշանակ պատկերացումների մասին խոսելուց միանգամից անդրադառնում ենք այդ թեմային, որ մարդիկ մտածում են, որ վերջ իրենք կապ չունեն այդ փոխանցման ուղիների հետ իրենք, բայց ելի եմ կրկնում, եթե երբևէ կյանքում մեկ անգամ ունեցել է անպաշտպան սեռական հարաբերություն չճշտված կարգավիճակով կամ անհայտ կամ ոչ ստուգված կամ ոչ հայտնի անձի հետ, բնականաբար արդեն որոշակի բավականին մեծ որոշակի չէ, բավականին մեծ հավանականություն կա, որ արդեն մարդը կարող վարակված լինի միավով, այսինքն չխոսել դրա մասին, այդ վանողական մոտեցումը իհարկե այդ միֆերի մեջ է մտնում։ Մարդիկ մտածում են, որ պետք է ամբողջ կյանքը ապրեն այդ կյանքով կամ ներերական թմրամիջոցներ օգտագործեն, որ անպայման իրենք վարակված լինեն, բայց իրականում մոտեցումը բավականին տարբեր է։ Այո, դեպքեր ունենք, որ հավանական մարդիկ չեն էլ պատկերացրել, որ այո, իրենք կարող են վարակված լինել եւ ուշ փուլերում արդեն բավականին ուշ փուլերում հայտնվել են հիվանդանոցում բավականին ծանր վիճակում։ Բնականաբար, բժիշկ, այսպիսի տարածված կարծիք կա, որ միավարակակիրը կարող է միտումնավոր վարակը փորձել փոխանցել ուրիշներին, ասես չարության զգացողություն։ Նման դեպքեր եղել են ձեր Նման դեպքեր, ճիշտ ասած, դա մի քիչ հոգեբանական հարց է, ես չգիտեմ նման հետազոտումներ երբևէ եղել են թե չէ։ Հոգեբանական առումով նման խնդիրներ, այո, երբևէ լինում են ոչ թե որ մարդիկ միտումնավոր, այլ մարդկանց պատասխանատվության զգացում իրենց առողջության եւ իրենց շրջապատի հանդեպ բավականին արտահայտված է լինում այս դեպքում եւ մարդիկ եւ խուսափում են դեղորայք ստանալ, խուսափում են հետազոտվել, խուսափում են տվյալ ախտորոշման մասին իմանալ կամ խոսել, որը որ բավականին մեծ խնդիրներ է առաջացնում եւ բուժման ընթացքում եւ նաեւ շրջապատի վարակելիության վտանգավորության առումով։ Նման խնդիր այո իրականում կա, որ մարդիկ ոչ թե միտումնավոր, ավելի հաճախ անփույթ, անպատասխանատու եւ նման վերաբերմունքի արդյունքում։ Այո, շատ լավ, եւ մի փոքր էլ խոսենք թվերի մասին, այ մոտավոր ինչ պատկեր է հիմա Հայաստանում, սկզբում մի փոքր նշեցիք, ցանկանայի մի փոքր մանրամասնեք, արդյոք աճել է այս տարիների ընթացքում, թե իրազեկվածության որոշակի քայլեր կատարելը բերել է նրան, որ նվազում նկատվել է։ Հայտնաբերելիության առումով երևի թե թվերը նույնն են, աճի միտում չի նկատվում, բայց ընդհանուր առման վերցած համաշխարհային մակարդակով միավարակը այսօր համարվում է համաճարակային առումով բավականին բարձր ցուցանիշները, այո, եւ համարվում է միավի համաճարակային շրջանում ենք մենք, դա պայմանավորված է իհարկե նաև հայտնաբերելու առումով, այսօր լաբորատոր մեթոդներ կան, որոնք եթե առաջ բավականին ուշ էր հայտնաբերում, այսօր ունենք մեթոդներ, որոնք բավականին վաղ փուլերում եւ հայտնաբերում են եւ պատուհանի շրջան կոչված, այսինքն այն շրջանը, որը որ հնարավոր չի որևէ լաբորատոր թեստով հայտնաբերել վիրուսը, այսօր մենք ունենք բավականին կարճ պատուհանի շրջան, մոտ մի ամիս տևողությամբ, ինչպես նաև ունենք մեթոդներ, ՊՇՌ մեթոդներ, որոնցով որ հենց անմիջապես հայտնաբերում է վիրուսը, այսինքն վարակվելուց անմիջապես հետո հնարավոր է հայտնաբերել վիրուսը արյաններ։ Իսկ պոլիկլինիկական ծառայություններում դրանք անվճար են կատարվում։ Հանրապետությունում բոլոր տեղերը այո անվճար կատարում են միավի հետազոտումներ, բոլոր ռիսկի խմբերում ընդգրկված, ովքեր որ գտնվում են պարբերաբար
այցելում են արտասահման կամ արտագն աշխատանքի Ռուսաստան, հատկապես Ռուսաստանի Դաշնություն արտագն աշխատանքի են մեկնում կամ որոշակի ռիսկի խմբում են, որպես վարակելիության առումով համարվում, միանշանակ պարբերաբար կարող են հետազոտվել եւ հետազոտվում են անվճար, այո։ Եվ գովելի է, հրաշալի է, որ մեր պետությունը իր վրա է վերցրել այս ծախսը անվճար մարդկանց ապահովելով, այո, եւ հետազոտման եւ բուժման առումով։ Հիմա կանադառնալու մշտապես էլի կարող են հետազոտվել, առավել եւս հիմա միամսյակի շրջանակներում հետազոտում են ոչ միայն միավարակ անվճար, այլ նաեւ հեպատիտ B, C եւ սիֆիլիս, որը որ փոխանցման ուղիներով բավականին մոտ ամբողջ դեկտեմբեր ամիս, այո, այդպես լինելու անվճար կարող են մոտենալ եւ ինֆեկցիոն հիվանդանոց եւ իրենց տարածքային պոլիկլինիկաներ հետազոտվել ու հետազոտումները կարող կլինի նաեւ պարբերաբար բնույթ, եթե պարբերաբար են ենթարկվում, այո, եթե որևէ ռիսկի գործոն կա։ Ես կցանկանայի նաեւ մի փոքր բուժմանը անդրադառնանք, այլ բուժման հարցում ինչ մեծ առաջընթաց է գրանցվել այս տարիներին։ Բուժման հարցում բավականին առաջընթաց ունենք եւ բավականին արդյունավետ դեղորայք կա եւ կիրառվում է Հայաստանում, ելի շնորհիվ մեր պետության պետական ծրագրերի, պետության աջակցությամբ ձեռք է բերում դեղորայքներ, որոնք որ ամբողջ աշխարհում նաեւ համարվում են լավագույն եւ ամենաարդյունավետ դեղորայքները։ Ունենք դեղորայքներ, որոնք որ մեկ հավ ընդունելու միջոցով հնարավոր է հասնել լավագույն արդյունքի, այսինքն 3 կոմպոնենտ պարունակող դեղորայքներ ունենք, որոնք պատկերավոր ասած վիրուսի 3 ուղղությամբ ճնշում են վիրուսի բազմացումը եւ թույլ չեն տալիս որպեսզի տարածվի կամ ազդեցություն ունենա օրգանիզմի վրա։ Այս դեպքում մարդու կյանքի տևողությունը մնում է նույնը։ Այս դեպքում եթե շատ սխալ ասած չլինեմ, գրեթե մարդու կյանքի տևողությունը հավասարում է այն թվին, ինչ որ առանց միավի։ Եւ մի հարց, որը գրեթե միֆի է նման, սակայն պետք է հարցնեմ ձեզ, քանի որ հանրության շրջանում բավականին տարածված է, եթե միավ վարակակիրը սեռական կյանք է ունենում առողջ մարդու հետ, որի իմունային պաշարը բավականին բարձր է, այսինքն իմունիտետը բավականին բարձր է, արդյոք նա կարող է եւ չվարակվել։ Իհարկե օրգանիզմում չկան իմուն բջիջներ, որոնք կարողանան վիրուսը ոչնչացնել եւ հնարավորություն տալ մարդուն չվարակվելու, որտեղ ինքը հենց առաջի հերթին կապվում է իմուն բջիջների հետ եւ վնասում է իմուն բջիջները եւ տվյալ իմուն բջիջները բնականաբար չեն կարող նաեւ կանխել վիրուսի անցումը օրգանիզմ։ Այնուամենայնիվ մարդը իմունիտետ չունի, չկա պատվաստում, որ կարողանան կանխել իմունիտետ ձևավորել տվյալ վիրուսի հանդեպ, ինչպես նաեւ մարդու բնածին իմունիտետը հնարավոր չի, որ կանխի տվյալ հիվանդության զարգացումը։ Ես պետք է մեկ անգամ եւս նշեմ, որ մեր պետական ծրագրերի շնորհիվ է, որ այսքան աշխատանք է տարվում անվճար եւ ախտորոշում եւ բուժում, այս շատ զարմանալի է այս փաստը, որովհետեւ բավականին մեծ ծախսերի հետ է կապված եւ պետությունը իր վրա է վերցրել, ասես դիմացինի ամփույթ լինելու հետևանքը վերացնելու գործը։ Ինչ հետաքրքիր է, այլ երկրներում նույնպես այս փորձը կա անվճար անելու այս ամենը։ Իհարկե տարբեր երկրներում տարբեր է, Ռուսաստանի Դաշնությունում այլ որոշակի ծրագրեր կան, իհարկե ոչ այս սավալի եւ ոչ նման դեղամիջոցներով, բայց որոշակի ծրագրեր կան, տարբերակներ կան, այո, պետության կողմից որոշակի կազմակերպչական հարցեր նույնիսկ հետազոտումներ որոշակի ծավալ կա, որ դեղորայքներ կան, որ տրամադրում է պետություն, դեղորայքներ կա, որ անհատներն են ձեռք բերում իրենց միջոցների հաշվին։ Այստեղ էլի կարելի է նշել, որ պետական մեծ աջակցությունը պետության մոտեցում այս հարցին պայմանավորված է եւ կանխարգելման տեսակետից եւ հաշվի առնելով, որ տվյալ հիվանդը չբուժվելու պարագայում կարող է բավականին ծանր վիճակում հայտնվել եւ հիվանդանոցներում եւ բավականին արդեն ծախսերն էլ բավականին մեծ լինել ոչ միայն անհատի համար, ոչ միայն տվյալ անձի համար, այլ նաեւ պետական մասշտաբով բավականին մեծ եւ ծանր բեռ են գնում պետության վրա տվյալ հիվանդներին արդեն ուշ փուլերում հայտնաբերելու եւ հետևանքները վերացնելու առումով։ Այնպես որ ըստեղ մենք մի քանի խնդիր ենք միաժամանակ լուծում եւ առաքելիությունն ենք նվազեցնում շրջապատի համար, իհարկե մեր բոլոր քաղաքացիները պետք է ապահովագրված լինեն, նաեւ մյուսների անպատասխանատվություն չպետք է որևէ ձև անդրադառնա պատասխանատու մարդկանց վրա։ Խնդրեմ ձեր հորդորը մեր զրույցի ավարտին, պարոն Հարությունյան, այ ինչ խորհուրդ ունեք մեր հեռուստադիտողներին բոլորին։
Հորդորը իհարկե օրվա հետ կապված էլի նշելով հատկանշական օր է, միավ կանխարգելման ամբողջ աշխարհում այդ օրը նշվում է նաև մեծ միջոցառումներ է կատարում մի նպատակով, որպեսզի մարդիկ էլ ավելի տեղեկացված լինեն տվյալ վիրուսի վերաբերյալ, չիմանալ, չպատկերացնել, չմտածել կամ խուսափել տվյալ թեմայից, դա երբևէ արդարացված չէ, մարդ պետք է միշտ մտածի, որ հնարավոր է, որ որոշակի ճանապարհով այո նաև իրեն սպառնած լինի տվյալ վիրուսը եւ կանխարգելման ամենամեծ ճանապարհներից մեկը հենց նա է, որ մարդ պետք է մտածի, որ հենց իր հետ կարող է տվյալ դեպքը պատահել։ Պետք է ցանկացած մարդ մտածի, որ այո, հենց ինքը կառավարակված լինի եւ կարող է հենց ինքը որոշակի ռիսկերի ենթարկված լինի։ Տվյալ առումով միանշանակ հետազոտվել պարբերաբար, պահպանել նաև այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք անհրաժեշտ է ցանկացած արյան միջոցով փոխանցող եւ սեռական ճանապարհով փոխանցող հիվանդությունների կանխարգելիչ տարրական միջոցառումները կազմակերպելով հնարավոր է այլ նաև հասնել կանխարգելման, ոչ միայն բուժում, այլ նաև կանխարգելիչ միջոցառումներով արդյունքի կարող ենք հասնել։ Շնորհակալ եմ անչափ կարևոր այս հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար, դե ինչ միավի դեմ պայքարի օրը այսօր ողջ աշխարհի առողջապահական կազմակերպությունները, բարեգործական տարբեր ընկերություններ, պետությունը անմասն չեն իրազեկման քարոզներով։ Նպատակը մեկն է հասարակությանը զգոն պահել այս զգայուն հարցի շուրջ եւ զգուշությունը մարդկանց մոտ բարձրացնել իրազեկման նպատակով։ Դե ինչ Մեդինֆորմը նույնպես անմասն չէր։ Ես այսօր զրուցեցի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի բժիշկ վարակաբան Հայկ Հարությունյանի հետ։ Հետևեք բժշկի խորհուրդներին եւ ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ։ Վստահ եղեք, որ յուրաքանչյուրս կարող ենք լինել նրանցից մեկը, ում սպառնում է այս չարիքը։ Այսօր այսքանը, կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։